Առաքելյան ասեմ ձեզ մեր ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ անպայման այդ մասին բոլորի այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը այդտեղից եւ անպայման կիմանաք։ Իմ ցանկությունը միակն է, որ Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ, օր առաջ միասնական դառնա, ուժեղ դառնա եւ հզոր դառնա։ Դա է։ Այդ ցանկությունները, ասեմ, քաղաքական դաշտի ցանկությունները պետք է ուղղված, միտված պետք է լինեն միայն ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը։ Չպետք է անձի բարեկեցության կամ չգիտեմ կոմֆորտին ուղղված լինի։ Դրա համար ես ժամանակ ունեմ կպատասխանամ անպայման ասելու եմ, ասեմ ձեզ։ Ուրեմն գաղթակողի ոչինչ չենք արել, չենք անելու, ինչ որ անելու ենք, ի ցույց Հայաստանի Հանրապետության առաջնահերթ Գյումրու քաղաքի շահերից փխելով ենելով ենք անելու ամեն ինչ եւ կհայտարարեմ։ Ժամանակ դեռ կա։ Հիմա այդ միասնականությունը իրենից ինչ է ընդհատում, որ դուք հիմա որոշեք գնաք։ Այսինքն այստեղ այլ հարցերով էլ է պայմանավորված։ Ինչ հարցեր կան, որոնց սպասում եք Չէ, ուրիշ հարցի պատասխանեցի։ Կոնկրետ ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մանդատի վերցնելը ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մեր նպատակն է միակն է, ոչ թե մանդատը կամ քաղաքապետի պաշտոնը կամ այլ նախարարի պաշտոնը, այլ ասեմ Հայաստանի Հանրապետության հզորացմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն ունենալն է։ Ուզում եմ հասկանալ հրապարակում եղավ, որ կոալիցիոն իշխանությունը ձեր, այսպես ասած, որոշելու է Լիզա Գասպարյանի տեխնացությունը առաջադրել։ Նման քննարկում ունեցել եք, Ոչ, չի եղել այդպիսի բաներ, իսկ մնացածը կարող եք ուղղել համապատասխան խմբակցությանը հարցեր։ Ձեր մանդատ վերցնել չվերցնելու հետ կապված պատասխանել եմ արդեն հարցը։ ունեցել եք։ Այդ հարց ոչ, դա էլ չի եղել։ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն Գյումրիում։ Այս առումով ինչ տեսակետ ունեք եւ արդյոք մտահոգություն չունեք, որ հենց այդ արտահերթ ընտրությունները լինելու պարագայում դուք ոչ քաղաքապետարանում կկարողանաք պահպանել ձեր մանդատները եւ ոչ էլ կկարողանաք օրինակ ազգային ժողովում այդ մանդատ ունենալ, եթե օրինակ հրաժարվեք մանդատից։ Ճիշտն ասած, մեխանիզմները մինչև հիմա մենք չենք պատկերացնում, թե ոնց կարող են 30,000 եւ ավելի քվե ստացած քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քվեները հաշվի չառնեն եւ ինչ որ փոփոխություններ կատարեն Գյումրու քաղաքում, որոշակի ինչ որ տեղեկություններով այդ հայտարարեցի ավականունիստին էլ, որ ուզում են ինչ որ վարչական համայնք միացնեն եւ այլն եւ հայտարարել եմ, որ դա ընդունելի կլինի քաղաքի համար, հետո էլ այսպես ասեմ, եթե ավելի խորը գնան ընտրությունների տանեն, կարծում եմ, որ համապետական եւ քաղաքային ընտրությունները երբեք ու երբեք չպետք է շփոթել իրար հետ, որովհետեւ միշտ էլ քաղաքի ընտրությունները ավելի ուրիշ արդյունքներ ցույց տալիս, քան համապետական ընտրությունները։ Օրինակ ԿՊ-ի տապալումը արդեն երկրորդ անգամ եթե չեմ սխալվում, դա չի հուշում, որ իրենց համար կարող է խնդիր չլինել, օրինակ մի ընդդիմադիրի հետ կապված ինչ-որ խնդիրներ ստեղծել ու մշտապես տապալել ընտրությունը, քվորումը գնել։ Հնարավոր կարող են անել այդպիսի բաներ։ Դա չի հանգեցնելու հենց արտահերթի։ Ըստ երևույթին, եթե այդ ուղղությամբ գնացին, այդ մեթոդներին դիմեցին, ինձ թվում է նորից արդեն Գյումրու քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան քվեով։ Ինչ ասեմ, պետական ռեժիմն նոր աշխատավ, ես դրա դեմն ինչ անեմ այդ։ Պարոն Արաքելյան, որոշումը մանդատ քննարկում եք մանդատի հարցեր, ինքը որ մանդատին ավելի հակված ավագանում, թե ազգային ժողովին։ Դեռ այդպիսի քննարկումներ չեմ ունեցել պարոն Ուգրասյանի հետ։ Սպասում ենք, տեսնենք Ինչին եք սպասում։ Ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիր կայանա եւ պարոն Ուգասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։